Վարորդի ուշադրության շեղումը մեքենայի ղեկին շարունակում է մնալ ճանապարհային անվտանգության առաջնային խնդիրներից։ Շեղումներին նպաստող ամենատարածված պատճառներից մեկն էլ մեքենա վարելիս հեռախոսների օգտագործումն է։ Իշխանության ներկայացուցիչները առաջարկում են անվտանգության ապահովման նպատակով եւ իրավախախտումների դեմ պայքարում ավելի խիստ վերահսկողություն սահմանել։ Այդ իսկ նպատակով առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել տեխնիկապես հագեցած պարեկային տրանսպորտային միջոց, որը 360 աստիճան տեսանկարահանման հնարավորության շնորհիվ կկարողանա ֆիքսել նաև մեքենայի ներսում հեռախոսի օգտագործումը։ Ասեմ նաև, որ 19,000 հեռախոս օգտագործելու դեպքեր են արձանագրել, անցած տարի շուրջ 40,000 նման դեպք ենք ունեցել, բայց մենք այս դեպքերը հակ կունենանք, եթե մենք սրա արմատներին, այսպես ասած, չկպնենք։ Այս որոշումը սակայն հանրության կողմից միանշանակ չընդունվեց։ Եթե ոմանք այն սկսեցին գնահատել որպես ճանապարհային անվտանգության բարձրացման ուղղված անհրաժեշտ քայլ, ապա մյուսներին սկսեցին հետաքրքրել վերահսկողության նոր մեխանիզմների սահմանները եւ դրանց կիրառման իրավական ու գործնական կողմերը։ Մասնագետների դիտարկմամբ հետազոտությունները վկայում են, որ հեռախոս օգտագործելիս մարդու արձագանքման արագությունը շուրջ 60%-ով նվազում է։ Փորձագետները նաեւ ընդգծում են, որ պետական մարմինները չեն հրապարակում վիճակագրություն այն մասին, թե ճանապարհատրանսպորտային պատահարների քանի տոկոսն է պայմանավորված եղել վարելու ընթացքում հեռախոսների օգտագործմամբ։ Հեռախոսը որպես պատճառ, դա ոչ միտեղ չի նշվում, ոչ փորձագետների մոտ, ոչ քրեական գործում, ոչ միտեղ։ Դա հիմք չի լինում։ Բայց իրականում խթանման, դանդաղ ընթացքի ու նաև վթարների մեծամասնության պատճառ, այո, հեռախոսներն են լինում։ Ուղղակի պատճառներ կան, որոնք չեն նշվում, որովհետև այսպես ասած անապացուցելի են, էլի։ Անկախ վերահսկողության նոր միջոցներից եւ հանրային քննարկումներից մասնագետները մեկ հարցում համակարծիք են. ճանապարհային անվտանգության կանոնների պահպանումը մարդկային կյանքեր փրկելու ամենաարդյունավետ միջոցն է մնում։ Իսկ մեքենայի ղեկին յուրաքանչյուր վայրկյան կարող է դառնալ ճակատագրական, եթե վարորդը մոռանա, որ ճանապարհին պատասխանատու է ոչ միայն իր, այլև երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։